իմանալու համար ինչ բան է պայմանագիրը, հղում ենք 1969 թվականի Վիեննայի կոնվենցիային կամ ՄԱԿ-ի համապատասխան ստատուտի։ Հիմա ինչքանով է 1969 թվականի կոնվենցիան վերաբերվում 20-ականներին կնքված փաստաթղթեր։ Ուրեմն պայմանագրերը, ընդհանրապես կոնվենցիաները, այսպես կան, ասենք treaty making, այսինքն պայմանագիր ստեղծողներ կան եւ codification, այսինքն գոյություն ունեցող սկզբունքների ամրագրում։ Վիեննայի 69 թվականի կոնվենցիան դա codification է, այսինքն ամրագրումա միջազգային իրավունքի մեջ գոյություն ունեցող սկզբունքներ, այսինքն ինքը չի ստեղծել որևէ նոր սկզբունք միջազգային իրավունքի մեջ։ Այսինքն այն, որ միայն երկրի սուվերենը իշխանություն ունի եւ լիազորություն ունի երկրի անունից պայմանագիր ստորագրելու, դա մշտապես առնվազն 1815 թվականի Վիեննայի կոնգրեսից հետո դա մշտապես եղել է։ Եվ եթե դուք կարդաք բոլոր պայմանագրերը, ասենք նույն Օսմանյան կայսրության, այնտեղ միշտ գրված է, որ Օսմանյան սուլթան այսինչո պետության անցիկան սուվերենն է ունեցել։ Այսինքն այդ ամբողջը գոյություն է ունեցել։ Անկախ նրանից, եթե այսօր չլներ Վիեննայի կոնվենցիան, միևնույնն է, այդ սկզբունքը կար միջազգային իրավունքի մեջ։ Ուղղակի հղումը կատարում ենք նրան, որտեղ նա պարզապես ամրագրել է իմի ապել։ Նորևէ բան չի ստեղծել, դա վերաբերում է, դրա մասին հստակ բոլոր միջազգային իրավունքի մասնագետները բան ասում են, որ Վիեննայի կոնվենցիան դա հետադարձության ուժ ավելին ձեզ ասեմ, Վիեննայի կոնվենցիայի 53 հոդված հասկացողեն ասում է, թե կա յուս կոգենսի ոտնահարում, այսինքն հիմնարար սկզբունքի, պայմանագիրի կնքման պահից անօրինական է, իսկ յուս կոգենսներ հիմնական սկզբունքներ, հիմնարար սկզբունքներ ավելի ճիշտ ֆունդամենտալ բանը, դրանք կարող են առաջանալ։ Տեսեք, շատ հետաքրքիր իրավիճակ կարող է, պայմանագիրը կարող է կնքման պահին լինի օրինական, բայց միջազգային իրավունքի զարգացման հետևանքով նոր յուս կոգենսներ առաջանան, որը հակասության մեջ մտնի կնքված օրինական պայմանագրին։ Այդ հակասությունը լուծվում է հօգուտ նրա, որ այդ պայմանագիրը արդեն դառնում է անվավեր եւ անօրինական։ Անկամ այդ բանը, որտեղ կան հիմնարար սկզբունքներ, օրինակ մարդու իրավունքների սկզբունքները, ազգերի ինքնորոշման սկզբունքները, սրանք վերջի տասնամյակների, թեև ազգերի ինքնորոշումը Ուիլսոնից է գալիս, բայց այդ զարգացում ունեն։ Դրա համար երբ խոսում են տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում, նախ տարածքային ամբողջական սկզբունք չկա, բայց անհանդերձ այսօր ազգերի ինքնորոշում, թափս ինքնորոշման սկզբունքը, այդ թվում անհատական ինքնորոշման սկզբունքը, որը մարդու իրավունքների հիմքն է, կանգնած դա գերակա եւ գերագույն սկզբունքներ են համարվում։ Այսինքն մարդը, տեսեք, այսօր մենք անհատ ինքնորոշումը այն աստիճանի առաջ գնացել, որ մեր տեսանկյունից հաճախ անհետեթության ասել։ Մարդը անգամ ինքնորոշվելու իրավունք ունի սեփական սեռի արդյոք։ Այսինքն ինքը պետք է որոշի ինչ սեռի է։ Այսինքն կարող 20 տարի ապրի որպես տղամարդ, հետո ասի, չէ, ես ինքնորոշում եմ, դառնում եմ կին, այսինքն ես բանը։ Եվ դա համարվում է, այսինքն հասարակությունն ասում է նորմալ է, իր իրավունքն է։ Կուսակցություններ կարող է փոխել հետել այդ ինքնորոշման։ Դա այդ է խնդիրը, տեսեք, մենք շատ հեշտ մեր համար տարօրինակ է, չէ, որ մարդ սեռը փոխում է։ Բայց երբ որ մարդ 4 տարվա մեջ 6-ը կուսակցություն է փոխում եւ 4-ը գաղափարացում, դա նորմալ է համարվում։ Մեր ովքեր են, պարոն Պապյան, մեր նախկին կոմունիստական ղեկավարությունն է, որ դառավ հնշեական, հիմա հանրապետական է։ Դուք չեք մտնում, չէ՞, ձեզ ճիշտ է։ Ես ոչ կոմունիստ եմ եղել, ոչ հնշեմ եղել, ոչ եմ, ես կյանքումս որևէ կուսակցության չեմ պատկանել, եւ չեմ էլ պատկանում։ Չէ, ես որևէ կուսակցության անդամ երբևէ չեմ եղել։ Բայց ես շրջանառվում եմ որպես դաշնակցության անդամ, որպես որ ասում ես, ձեզ պիտակավորել են, այսինքն աշխատում են։ Դե պահանջատիրական Ուրեմն ասեմ, ուրեմն երբ որ ես առաջի անգամ սկսեցի նման բաների մասին խոսալ, 5 կոմունիստներից մի երկու հոգի կար, այդ պրոֆեսոր կան, ասեցին, ես ինչ դաշնակցական հայացքներ ես ասում։ Հասկանում ես, մարդկային պատկերացման մեջ, այսինքն եթե դու խոսում ես ինչ-որ պահանջատիրության մասին, հողերի մասին, դաշնակ ես, այսինքն։ Չգիտեմ, ես էլի եմ ասում, երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել եւ չեմ, այդ թվում նաեւ դաշնակցություն։